Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Եգիպտոսում կարճ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Վարչապետը նաև շփումներ է ունեցել արտերկրի այլ գործընկերների հետ։ I'm very happy that we are talking to Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել մանրամասնելով, թե ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարներն իրենց կառավարման ժամանակահատվածում կյանքի չեն կոչել Ղարաբաղյան հարցի իրենց կողմից նկարագրված լուծումները։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Վաղն աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։ Արտգործնախարարությունում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։ Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալն էկոնոմիկայի նախարարին պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն։ Քննարկվելու են TRIP-ի ներդրումային ծրագիրն ու ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում առևտրային ծառայություններ մատուցողների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն է հայտարարել, նաև պատասխանել հարցին, արդյոք մտավախություն չկա, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են հայտնվել թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ ու ընկերություններ։ Թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում դրանք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե տես միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն, եթե ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող, ինչի կարա բանա, կներեք էլի դուք ասեցիք այդ բրենդի անունը 2012 թվին ինքը կարա Հայաստանում բացվի, 2026 թվականին այն մյուսը չի կարա բացվի։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարի հայտարարություններում մի շարք ռիսկեր է նկատում։ Կարծում է առաջին հարվածը զգալու է գյուղատնտեսությունը, ապա տեքստիլը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ինչ ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների էմբարգոն։ Մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերություններին պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա
2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Դե ներողություն, տնտեսական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկան իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատրաստում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, Դաղստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետեւ իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։ Պապականը ասում է, որ այսպես թե այնպես այդ ընկերությունները կան, թուրքական այստեղ հատկապես տեքստիլ ոլորտում եւ ապրանքներ բերվում են, այստեղ բրենդներ կան, այսինքն որևէ խնդիր չի լինելու։ Այսինքն դա նույնն է, ոնց որ ասես դե միևնույնն է, թմրամոլությունը կա, այն օրինականացնենք, բրծենք էլի։ Թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործում են։ Հարևանները որ ներդրում անեն, խաղաղություն կլինի դեմ եք։ Դա ուրեմն տնտեսական որևէ հիմնավորում չունի, կա ամենապարզ օրինակը, որ ասում է, թե պատերազմ սկսելու որոշում կայացնեին տնտեսագետները, ապա երկու համաշխարհային պատերազմները երբեք չէին սկսի։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դարձյալ չեն ընդունել ազգային ժողովում։ Նրան հեռախոսով տեղեկացրել են, որ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում իրեն ընդունել։ Հիշեցնեմ, Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում պարբերաբար փորձում է հանդիպել պատգամավորների հետ վարչապետին իմփիչմենթ հայտարարելու եւ տվյալ պատգամավորի գործունեության վերաբերյալ հարցերով։ Ռուբինյանն արդեն 3 անգամ մերժել է ընդունելու քաղաքական գործչին։ Ես անկեղծ ասած ակնկալիք արդեն չունեմ, որովհետև ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները հեռախոսով արդեն ինձ զանգել եւ տեղեկացրել են, որ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում ինձ ընդունելության արժանացնել։ Ինքնին շատ վստահ չեն էլ վախենում դա ասելուց, մեն միայն ձեզ, պարոն Ղազարյան, նպատակահարմար չի գտնում։ Ես հարցնում եմ, ուրիշ քաղաքացիներ կան գրանցված, այո, ուրիշ քաղաքացիներ կան, նրանց հետ ընդունելությունը կայանալու է, շիլելու միայն ձեզ էլ, այսինքն պարզ հստակ ասում եմ, որ դա խտրական վերաբերմունք է, պայմանավորված քաղաքական է։ Իմիջիայլոց Ռուբեն Ռուբինյանի պարագայում ազգային ժողովից նամակ են գրել ՄԻՊ-ին, դե ես ՄԻՊ-ել եմ, չէ, դիմի ահազանգել եմ խտրականության համար։ Ասում են, Էդգար Ղազարյանն ընդունելության չի արժանացել Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի կողմից, որպես քաղաքական գործիչ։ Իսկ գրում են, որ պատճառը իմ քաղաքական Հայաստանի խտրականության ակնհայտ դրսևորումն է։ Ու արդեն նաև գիտեն այդ անպատժելիության մասին, որ ես չնայած որ բողոքում եմ իրավապահ մարմինները, նրանք վարույթներ չեն նախաձեռնում, դատաները մերժում են այդ բողոքները եւ այլն, իսկ այդ անպատժելիության վիճակում են հանգիստ կարելի է այդպես վարվել քաղաքացու հետ։ Ես անկեղծ ասած այսօր ուրիշ խնդրանքով էլ երեկոյան իմ ուղիղ եթերում դիմել է ազգային ժողովի պատգամավորները եւ հիմա էլ օգտվելով առիթից դիմում եմ, որովհետեւ մինչեւ ուրբաթ ամեն օր ընդունելություն կա եւ ես գալու եմ ամեն օր ժամ 11-ին։ Խնդրում եմ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին բոլորին, որպեսզի, ասենք, վաղը ժամը 11-ին 30 հոգով, 34 հոգով գանստե, ես էլ եմ գալու։ Շարունակենք, բեռնափոխադրողները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց, պահանջում են Ռուսաստանի հետ բանակցել եւ փոխել Ռուսաստանում խստացված պայմանները, համաձայն որոնց օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչեւ 90 օր։ Նշեմ, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, մինչդեռ նախկինում 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։ Սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա, սա այս կատեգորիայի անձանց չպետք է վերաբերվի 115-րդ ֆեդերալ օրենքի այդ փոփոխությունը, ուղղակի չպետք է վերաբերվի։ Եթե խցանում է, մարդիկ սպասում են, այդ սպասելու ընթացքում էլ օրերը անցնում է։ Այսինքն հենց մտակ Ռուսաստանի սահման, սա անցավ, թե հետ գալուց ճանապարհներին սպասում են մինչև իրենց հերթը գա 10 օր, 15 օր անցնում է, 3 օր։
նայեք ժողովուրդ, մենք ոնց որ գնում ենք մեր աշխատանքը, բոլորս այդում ենք աշխատանք, աշխատասենյակ ունենք, այդտեղ աշխատում ենք։ Մեր աշխատասենյակը մեր ավտոյի խցիկն է։ Մի այդ խցիկը կանցնի Վրաստանով, Ռուսաստանով, Հնդկաստանով, Չինաստանով, մենք մեր աշխատանքն ենք անում, մենք կապ չունենք բանի հետ, էլի ոնց որ իրանց մենք միգրանտ չենք։ Մենք ոչ այդում ենք աշխատելու, ոչ չաշխատելու, ոչ հյուր են գնացել, ոչ հանգստանալու են գնացել։ Մենք գնում ենք մեր աշխատանքը անելու, մեզ ասում են գնացեք Ռուսաստան, գնում ենք Ռուսաստան, ասում են գնացեք Վրաստան, Վրաստան։ Okay, հիմա այդ տարվա ընթացքում 90 օրը ի՞նչ է խնդիր առաջացնում։ Որովհետև քիչ է այդ 90 օրը։ 90 օրը քիչ է, ասենք մոտավորապես 10 ամսում այդ բանը բոլորը 90% վարորդները դրանք արդեն իրացրել են։ Իրանք արդեն 110, 130 մարդիկ կա, դաժե 140 օր ունեն, էդի խնդիր է իրանց համար։ Արդեն իրանց ոնց որ բան են արել, վտարելու են ընդերից, իրանք չկարենան գնան ու էդի ընդհանուր ազդելու է մեր տնտեսության վրա։ Նու մենակ այդ հարցը մեզ չի վերաբերվում, մեր երկրի տնտեսությանը ապրանքները մերը գիտեք, երկաթգիր չկա, չի էդում չի գալի, մերը լրիվ բանով է, մեքենաներով է։ Այդ 90 օրը փաստորեն գալիս է, որ մենք տարվա մեջ կարանք ընդամենը անենք, եթե հերթեր եղավ, հիմա էլ զմերը, սարը ձուն եղավ, մենք պետք է մնանք ընդ կանգնած։ Պետք է արդեն մեր այդ 90 օրից դուրս է գալի։ Այդ 90 օրն էլ լրացավ, մեզի բռնում փակում են, դեպորտի կարգի էլի, էլ չեն թողում, մտնենք մենք Ռուսաստան։ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելացվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափով փողերի լվացման մեղադրանքները։ Կանխվել է սպանության նախապատրաստության դեպք, 2 անձկալանավորվել է։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, ՀԳ-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել ԱՕ-ին։ Մասնավորապես ՏՄ-ն ժամանելով Հայաստան, ՀԳ-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել հրազեն, ինքնաձիգ, փամփուշտներ, մարտական նռնակ։ Կատարել են նախապատրաստական գործողություններ, նաև վարձակալել ԱՕ-ի տան հարևանությամբ գտնվող առանձնատուն, հետևել տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, բայց ԱՕ-ն հայտնաբերել է նրանց ու ընկերների հետ ծեծել։ Այնուամենայնիվ իրենց հանցավոր մտադրություններն ավարտին հասցնելու նպատակով ՏԽ-ն եւ ՀԳ-ի հետ նախնական համաձայնությամբ շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները ԱՕ-ին սպանելու համար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ներքին գործերի նախարարության աշխատակիցների, նաև քննչական ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է մտադրությունը։ Նրանք հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնություն ու Հայաստանի ԵՍ-եմ համահայկական հասարակական նախաձեռնությունը քննարկել են երկրի առջև ծառացած հրատապ տնտեսական ու սոցիալական խնդիրներն ու լուծման ուղիները։ Մասնակցել են հասարակական գործիչներ, տնտեսագետներ եւ սոցիալական հարցերի մասնագետներ։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է եւ մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք երաստիճան համակարգով խնդիրները արձանագրել։ Հետևյալ կերպ. խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում եւ հիմնավորում։ Ընդհանրապես այս երաշտյան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Իհարկե սրանից հետո երկու եղանակով է լինում լուծումներ, որը որ մեր կարգավիճակով պայմանավորված կարող ենք ներազդել որոշում կայացնող անձանց վրա, որպեսզի Հայաստանի համար, ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի փոփոխություններ կատարեն եւ լուծումներ գտնեն, եւ երկրորդը գալիս է քաղաքական, որը այս ժողովի համատեքստում չէ, այստեղ մենք քննարկում ենք փորձագիտական մակարդակում, փորձագիտական շրջանակներում ինչպիսի խնդիրներ ունենք։ Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության եւ սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարեւոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, խոսքը գնում է քաղաքական կամ տարածաշրջանային, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական եւ սոցիալական հարցերի լուծման կամ եղանակների լուծման գտնելու, փնտրելու ոչ մի բան չի ստացվի։ Վերջի տարիներին Հայաստանը կարողացել է տնտեսական աճ ապահովել հենց
հիմնականում դրա շնորհիվ։ Լինելով ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ունենալով լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, մենք կարողացել ենք այդ կամուրջի դերը կատարել։ Եվ ծառայության ոլորտը եւ առևտրի ոլորտի հաշիվ դրա բավականին արագ տեմպերով զարգացել է։ Եթե մենք ուզում ենք այս տեմպը շարունակենք, ապա մենք պետք է խորացնենք եւ երկու ուղղություններով զարգացնենք մեր տնտեսական հնարավորությունները, ինտեգրացման մեխանիզմները։ Հրաժարվելով մեկից, մենք հրաժարվելու ենք նաև մյուսի հնարավորությունից։ Ռուսաստանի տնտեսության համար կամ ԵԱՏՄ տնտեսության համար Հայաստանը հետաքրքիր է այնքանով, որ ինքը ունի լավ կապեր Արևմուտքի հետ նաև։ Դա պետք է գնահատենք, հասկանանք եւ դա կարեւորելով քայլենք առաջ։ Այսինքն եւ մենք պետք է եւի այս մոդելը տնտեսական դաշտում փորձենք տանենք առաջ եւ զարգացնենք։ Արարատի մարզի Կարմիր Սարը, որը շրջապատում է Վեդի եւ Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայր, հայտնվել է հանքարդյունաբերողների թիրախում։ Նախատեսվում է Սարից արդյունահանել կրաքարային մերգել, որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման համար։ Կար նաեւ առանձին նախագիծ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ, սակայն նախորդ տարի Օրտ ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն էր ստացել շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնի կողմից։ Այսօր Գինեվետ համայնքում հանրային քննարկումը լարված է անցել։ Ձեր կարծիքը, ձեր համոզմունքը այն մասին, որ այդտեղ բազմամետաղներ կարան լինեն, բացառվում է 1985 թվականի լաբորատոր արդյունքի, որ ինքը Պորտլանդ ցեմենտի հումք է։ Այդ էս մասով։ Այնտեղ լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա եւ օրենքներ չի պարտադրում, հաստատված պաշարը լիազոր մարմնից տեղեկացել են, որ որպես հանքավայր կարելի է հայցել 64.3 հեկտար տարածք, որը որ ազատ է։ Ձեր հիշատակած է մեր մանիքը մնացածով ծառայություններ։ Ձեր մյուս հարցին ինչի չեն արել, ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ մենք նոր ենք նախատեսում այսի գործունեություն, նոր ենք նախաձեռնել, նոր ենք եկել։ Մյուս հարցին թե ինչու ծրագիր չենք բերել, եւ եկել են ձեզ ասում ենք ու թերի ենք ասում, կարծում եմ բոլորը բավարարված մնացին մեր հարց ու պատասխաններից, այնքանով ես բավարարված եմ մնացել։ Նուբարաշանի կենցաղային աղբավայրի տարածքում փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են հրդեհաշիջման աշխատանքը, բաց կրակ չկա, ծխիծավալն էականորեն նվազել է։ Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է 3 երեկոյան, հրդեհաշիջման աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ֆրանսիայի նախագահական պալատը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտնել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկորնուի կառավարության կազմը։ Ժան-Նոել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաեւ մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։ Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկորնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։ Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը։ Հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու եւ մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար։ Նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտնել էր Լեկորնյուն։ Միացյալ Նահանգները կարող է հեռահար տոմահավ քրթիռներ ուղարկել Ուկրաինային, եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս չդադարեցնի պատերազմը։ Այդ մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս համատեղ բազայում։ Թրամփը ընդգծել է, որ նախ ծրագրում է այդ հարցը քննարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է այդ հայտարարությանը, ասելով, որ նման ճնշումը կարող է արդյունքներ տալ։ Նա նշել է, որ վերջին 2 օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի օդային եւ բոլոր պաշտպանական հնարավորությունները, ինչպես նաեւ ակտիվ գործողությունները եւ հեռահար հնարավորությունների ամրապնդման հարցը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին նա նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։ Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ, նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։ Ես այսօր Կիևում եմ ֆինանսական եւ ռազմական աջակցության, Ուկրաինայի էներգետիկ ոլորտի անվտանգության եւ Ռուսաստանին իր պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանակցությունների համար, նշել է նա գրառման մեջ։ Կայա Կալասը նաև հավելել է, որ 10 միլիոն եվրո է տրամադրվում հատուկ դատարանի համար, ապահովելու, որ ագրեսիայի հանցագործությունների համար պատասխանատուները չխուսափեն արդարադատությունից։ Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ ստերլինգի օգնության փաթեթ կտրամադրի Գազայում ջրամատակարարման, սանիտարական եւ հիգիենիկ ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով ժամանել է Եգիպտոս մասնակցելու Գազայի հակամարտության ավարտի եւ խաղաղության հաստատման նպատակով հրավիրված գագաթնաժողովին։ Բրիտանական ֆինանսավորումը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային պարենային ծրագրի եւ Նորվեգիայի փախստականների խորհրդի միջոցով ու նախատեսված է սոբի, թերսնման եւ հիվանդությունների պատճառով տուժածների համար։ Այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զսպման զորավարժությունները։ Կարևոր է նշել, որ այս զորավարժությունները անցկացվում են ամեն տարի։ Մեզ անհրաժեշտ է դա անել, քանի որ այն մեզ կօգնի ապահովել մեր միջուկային զսպման առավելագույն հուսալիությունը, անվտանգությունը եւ արդյունավետությունը։ Դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեն հայտարարել է հոկտեմբերի 10-ին հրապարակված տեսաուղերձում։ Սա նաեւ ցանկացած պոտենցիալ հակառակորդի հստակ հասկանալ է տալիս, որ մենք կարող ենք եւ կպաշտպանենք մեր բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից։ Զորավարժություններն անցկացվում են Եվրոպայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հյուսիսային ծովի շրջանում եւ տևելու են 2 շաբաթ։ Դրանցում գործի կդրվեն ՆԱՏՕ-ի 14 անդամ պետությունների 2000 զինծառայող եւ 71 ինքնաթիռ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչական հարձակումը, որը պլանավորվում էր ուկրաինական հետախուզական ծառայությունների հրամանով։ Հանցագործությունը նախատեսվում էր կատարել հասարակության համար խիստ վտանգավոր եղանակով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում։ Մասնավորապես ահաբեկիչները ինքնաշեն պայթուցիկ են պատրաստել, որը եղել է բավականաչափ հզոր մինչև 70 մետր շառավղով մարդկանց համար լիարժեք սպանության գոտի ստեղծելու տեսանկյունից։ Ըստ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների, հանցագործը նույնպես պետք է սպանվեր։ Հալոնգ թայֆունը հարվածել է Ալյասկայի արևմտյան ափին, ավերելով տներ եւ անհետ կորած թողնելով առնվազն 20 մարդու, հայտնել է նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտը։ Օդերևութաբանների տվյալներով Հալոնգը հետևել է շատ անսովոր հետագծի։ Ակնկալվում էր, որ այն պետք է շարժվեր դեպի հյուսիս, սակայն փոխարենը տեղաշարժվել է դեպի արևելք։ Քամու արագությունը տեղ-տեղ մոտավորապես 44 մետր վարկյանի է հասել։ Ակնկալվում է, որ թայֆունը այնուհետև կշարժվի դեպի հյուսիս, դեպի Բոֆորտ ծով, որտեղ այն կթուլանա։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ Հայաստանին կրկին տաք հոսանքներ են մոտենում։ Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա մինչև 5-ից։ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկիրը գտնվում է արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում դիտվել են տեղումներ եւ այս պահին տեղումները շարունակվում են, բայց այսօր երեկոյան ժամերից այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը զիջելով կրկին հարավ-արևմուտքից ներթափանցող տակոթային հոսանքներին։ Այսպիսով այսօր երեկոյան ժամերից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հոկտեմբերի 14-ից 15 նկատ ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Այսպիսին է շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետ կենտրոնի կանխատեսումները, լավ մնացեք։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։